Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Բարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին, իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։ Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառայատումների դեմ։ Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը բարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել նաև էկոլոգիական բոլոր խնդիրները։ Կրկին դիմում ենք մեր քաղաքացիներին, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները վտանգում են նաև կենդանական ու բուսական աշխարհի ինքնավերականգնումը, ինչը կարող է հանգեցնել իրապես աղետալի հետևանքների։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։